Մրգյուղը ամենակարևոր հարցը հարգանքով, հյուրաս էր, նանի ջան, ուտոխմող, էդ էլ չմոռանամ ասեմ, ամեն տեղից եկյալիս են, մակարավանք ունենք, որ աշխարհ չունի, այ քույրիկ ջան, թե ինչքան մարդ ա գալիս տեղ, թող այն վարպետներին ասեն, մրգյուղի մասին սաղ աշարնագիտեմ, ցավդ տանեն։ Խասիբով են, մենք չենք հեռանում գյուղից, զարգացում ենք։ Բնակիչները շատ հենալի մարդիկ են եւ աշխատանք են ճարում ապրելու համար։ Եթե գործ չկա, կճարեն, կքանդեն, կվարեն, մի բան կստեղծեն։ Առանձանում են իրենց աշխատասիրությամբ, իրանց ըմբռնման բարձր մակարդակով եւ այն, որ մեզ հովանի է մակարավանք։ Անունը աչաջորա, բայց դե ջրից շատ պակաս ենք, բարև Սպարտակ ջան, ջրից ենք շատ պակաս, ցավդ տանեմ, ջուր չունենք, գյուղապետն է ջայ տղա, մեր ընկերնա, նայել ասեմ, տղեկ ջան, եկեք հավաքենք, մի տեղի ջուր բերենք։ Այսքան սաղցերի հետ, կենդ ուտեղ կպլոբի կա, նոր ծապանար են։ Լավ կարտոշկի այգի ունեմ, վերջը քալամ ունեմ, ծիծակ բիբար ունեմ, ցավդ տանեմ, այս շենքն էլ իմն է։ Ես եմ վարկեմ վկալել, սարքում եմ իմ երեխանց համար, որ մի բանի տիրանան, մի բանի ստիան չհեռանան, ջայել տղեկ են, ցավդ տանեմ, ուզում են քան Ռուսաստան, ինձ բրախ են վրդի կինան։ Մի հատ մշակույթի տուն, ասենք ինչ որ տենց միջոցառումներ ելներ, որ ոսկի երեխեքի համար կամ տենց ինչ որ մի բան շուշուտելներ էլի, ասենք։ Ստեղծել մշակույթի կենտրոններ, սպորտային կենտրոններ, պետք է ներկայացումներ տան, կինոներ ցուցադրեն, սովետական կարգերի ժամանակ մենք այդ բոլորն ունենք։ Եվրոպական, ամերիկյան, հոլիվուդյան, ամեն բան էլ նայենք։ Մենք սոս հնդկական չենք։ Մշակույթ։ Հատկապես մեր վարչապետի ծրագրում կա, որ հնությունը պաշտպանությունը վերականգնել։ Այդ ծրագրումը կարող եք եթերով տակ եւ իրոք գնաք ստուգեք ձեր կարծիքը 1860 թվի։ Նրա սյուները, նրա քանդագործությունը մի մեծ հրաշք է։ Դա վարիա գնամ։ Վերևն արդեն ծառերա դուրս եկել գրիշում։ Անկլավներ բառը չեմ ընդունում, ասում են բախուդարլուա, սոփելուա, անկլավ տարածքնիա, թող մի հատ նայեն, թեկուզ ամենա առաջի ադրբեջանցի որ այնտեղ թաղվել է, որ թվին է թաղվել, շատ հետաքրքիր է։ Շատ լավ ապրեմ, առանց ձեզ ավելի լավ, առանց լրագրողների ավելի լավ կապրի։ Դուք մեր գործին օգուտ ծվող չեք, խանգարող եք մենակ։ Անձրևային աղել, չեն կարողացել բուժենք, խաղողը լավը չի։ Լավը չի։
Սովորելը դժվար չէր, դժվար էր, որ տրանսպորտ չկար այն ժամանակ, ոտքով ստեղից, ոտքով գնում էինք ազոտամուտ գալիս էինք, այդ էր շատ դժվար։ Մի հատ դրվագ ասեմ, ուրեմն տունը քամանչ էինք նվագում, մի հատ մարդ կար նստած եկավ տենց, ես աղեղը քաշեց, ասում հա դու ես նվագում, դրանց օրինակ հումորայիներ իմացա և ինչ-որ մի հատ երգություն եմ միացրած։ Պահանջարկը քիչ է, օրինակ տես տեխնաշարային ավելի շատ է, քան քամանչը։ Թեկուզ հեռուստատեսությունով ավելի շատ ժողովրդական ավելի շատ պետք է պրոպագանդվի, որ ժողովուրդը հասկանա։ Մշակույթ հողապետությունը, ինտերնետը, կոպիտ ասած TikTok-ը, երիտասարդությունը քիչ ավելի ուրիշ ուղղության անայում են, պետք է ինչ-որ հետ բերվի։ Ինքը մի քիչ դժվար գործիք, համեմատած ուրիշ գործիքների մի քիչ նայում եք չկա նոտաների տեղերը։ Ի տարբերություն ջութակին ինքը պետք է համ նվագես, համ ֆրցնես, ջութակը մենակ աղեղն է աշխատում, սենց հեշտ է։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի հեղինակած Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ և 1600 եզակի լուսանկար։ Ալավերդու տարածքը և նրա շրջակայքում ապրած մարդիկ 5000 տարի առաջ ուրարտական շրջան, նրանց հավատալիքները, Լոռու Բագրատունի Կյուրիկյան թագավորների, մոնղոլների, սելջուկների, վրացիների, թուրքերի ու պարսիկների արշավանքների շրջան, քարայր գրատների, լոռվաքաջերի և լեզգիների արշավանքների 150-ամյա դրամատիկ պատմությունները, Լոռու ազնվական տների միջնադարում ծավալված դրամատիկական պատմությունների պղնձի 250 տարվա պատմության մասին, Լոռու բոլշևիկյան ապստամբությունների, Չեզոք գոտու, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարության մանրամասները, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների, կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրումը, գործունեությունը, նշանավոր շենքերի կառուցման և նշանավոր մարդկանց պատմությունները, օգտված է ավելի քան 200 գիտական աշխատություններից ու հոդվածներից, թերթերից, գիտական ամսագրերից։ Գիրքն ունի նաև Ալավերդու և տարածաշրջանի հիշարժան տարեթվերի հավելված օգտագործված գրականության ցանկը։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի, Մաշտոցի պողոտայի և Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Երևանի Խանջյան փողոցից ձեռք բերելու համար զանգահարել 091 61 29 30 կամ 055 18 47 87 հեռախոսահամարներով։